Ծովախեցգետնի որոշ տեսակներ թափանցիկ են եւ նայելով նրանց վրա կարելի է տեսնել թե ինչ են կերել։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք ծովախեցգետնով աղցան։ Բացի ծովախեցգետնից իհարկե կան նաեւ ուրիշ բաղադրիչներ, կսկսենք բրոկոլիից։ Փոքրիկ կացայի մեջ ջուր եռացնենք, մինչ կմշակենք բրոկոլին։ Անմիջապես ջուրը կարելի է նաև համեմել մառանիկ ընկերության աղով, այսպես կես թեյ գտալ։ Բրոկոլին կտրատում ենք, այսինքն կտրատում ենք ծաղկաբույլերը, օգտագործել ենք միայն սրանք։ Ամբողջը չեմ վերցնում, 2, 3, 4, 5, 8 ծաղկաբույլ և վերջ, սա էլ 8-րդն է։ Գցում ենք աղաջրի մեջ և հենց սկսեց եռալ մոտ 5 րոպե եփում ենք։ Անցնենք առաջ։ Մյուս բաղադրիչը հարկավոր է մարինացնել։ Դա գլուխսոխն է։ Կվերցնեմ մեկ փոքր գլուխսոխ, կկտրատեմ կիսաօղակների, տեղափոխում ենք հարմար ամանի մեջ, համեմում ենք մառանիկ ընկերության մեկ պտխունց աղով, պատառաքաղի օգնությամբ տրորում ենք, որպեսզի հյութը դուրս գցի։ Համեմում ենք մառանիկ ընկերության չորացրած նանայով, վրան լցնում ենք մի քանի կաթիլ նռան դոշապ և թողնում ենք սոխը մարինացվի։ Սոխը մշակում եմ այսքան երկար, որպեսզի մնացած համերին չխանգարի, այն շատ սուր համ ունի։ Թող մնա, մարինացվի, իսկ մենք անցնենք բուն ծովախեցգետնին։ Հանենք ինչը կարող է պետք գալ մեզ։ Ես վերցրել եմ կիսաեփ ծովախեցգետնիներ, որոնց պատյաները արդեն մաքրած են։ Մի քանի կաթիլ ձիթայուղով, բարձր որակի, կտապակենք, այստեղ 450 գրամ է, ես կվերցնեմ 200 գրամը։ Սրանց պատյանները հանած չեն։ Այսքան բավական է։ Սա վերադարձնենք ետ սառնարան։ Փրկենք բրոկոլին, ջերք հանում ենք։
Եվ հոսող սառը ջրի տակ սառեցնում ենք, որպեսզի եփը կանգնի, գույնը պահպանի բրոկոլին։ Ավելացնում ենք 2 պճեղ, 2 միջին պճեղ սխտոր, կարմիր քաղցր պղպեղ, 1 կարմիր քաղցր պղպեղ, կտրատում ենք ձողիկաձև, պղպեղը լցնելուց հետո մոտ 30 վայրկյան տապակում ենք և կրակարանջատում։ Համեմում ենք Մարանիկ ընկերության ծովի աղով, շատ չէ։ Եվ վերցնում ենք կրակից, գործ ենք դնում սիրելի ամանը։ Բրոկոլիները, որոնք փոքր են, անմիջապես գցում ենք սիրելի ամանի մեջ, իսկ որոնք այսպես մեծոտ են, փոքրացնում ենք հարմար չափեր լինեն ուտելու համար։ Անցնենք առաջ։ Մյուս բաղադրիչը ավոկադոն է։ Կլպում ենք։ Գթալի օգնությամբ այսպես պտղամիսը առանձնացնում ենք կլեպից։ Բաց թող և կտրատում ենք խորանարդիկների։ Աղցանի մեջ կառաջարկեմ նաև շատ յուրահատուկ համ։ Այդ համը կապահովի թուրինջը։ Կտրում ենք ծայրերից։ Կլեպը հարկավոր է հեռացնել, որպեսզի ավելորդ դառնություն չհաղորդի աղցանը։ Կտրում ենք մեջտեղից, չէ, հա, կտրում ենք մեջտեղից։ Եվ կլպում ենք։ Շատ հաստ կլեպ ունի։
Սա էլ ենք կտրատում խորան արդիկների։ Հենց իր հյութով։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա չերի լոլիկն է, այս գեղեցկուհիները։ 1, 2, 3, 4, 5, 10 չերի լոլիկ ենք վերցնում և ընդամենը կիսում ենք մեջտեղից, այսպես։ Բացի թարմ լոլիկից առաջարկելու եմ նաև լոլիկի չիր ձիթավեղի մեջ։ Կտրատում ենք ձողիկների։ 1, 2, 6 հատիկ չիրը լոլիկի։ Կառաջարկեմ նաև աղդրած կապար 1 ճաշի գթալ։ Հանգիստ։ Սա էլ յուրահատուկ իր համը կհաղորդի աղցանին։ Որից հետո կառաջարկեմ ձիթապտուղ, կանաչ ձիթապտուղ, 10 հատ։ Հանում ենք կորիզը, ասեմ թե ինչպես, այսպես դնում ենք դանակի շեղբի տակ, թեթևակի հարվածում ենք և հեռացնում կորիզը։ Պտղամիսը լցնում ենք սիրելի ամանի մեջ։ Կառաջարկեմ նաև արտիճուկ, ձիթայուղի մեջ մարինացված։ Արտիճուկի ձիթայուղը կօգտագործեմ սոուսի համար։ Արտիճուկները հանում ենք ձիթայուղից, մանր կտրատում ենք։ Կարելի ասել արտիճուկը մոտ 4 ճաշի գթալ։ Մոտ մի, ոչ, այստեղ կլինի մոտ 6 ճաշի գթալ։ Ձիթայուղը արտիճուկի լցնում ենք սոուսի համար։ Քերում ենք 1 բճեղ սխտոր վրան։ Լցնում ենք 3 ճաշի գթալ մածուն։ Ավելացնում ենք կես լայմի հյութ,
Դիժոնյան մանանեղ, մեկ թեյ գտալ, Մարանիկ ընկերության աղ, կես թեյի գտալ, աղացած սև պղպեղ, թող մնա համերը խառնվի մի 2 րոպե, թերևս վերջին բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա թարմ սամիթն է, փոքր փունջ, թարմ սամիթի փոքր փունջ, մանր կտրատում ենք, չմոռանանք մարինացված սոխը, խառնենք մեկ անգամ, տակնու վրա անենք այսպես, լցնում ենք սոուսը, ևս մեկ անգամ խառնում և մատուցում, մատուցելիս վրան կարելի է շաղտալ քունջուտ, քունջուտի սերմեր, ծովախեցգետնով աղցան, բրոկոլին բաժանել ծաղկաբույլերի, աղաջրում խաշել, ջրքամել, պահել սառը ջրի տակ, թասի մեջ լցնել կիսաօղակների կտրատած գլուխ սոխ, համեմել աղով, տրորել, համեմել չորացրած նանայով, վրան լցնել նար շարապ, մարինացնել, ձիթայուղ տաքացնել, ծովախեցգետին տապակել, ավելացնել սխտոր, ծողիկաձև կտրատած կարմիր քաղցր պղպեղ, համեմել ծովի աղով, տեղափոխել թասի մեջ, բրոկոլիները մի քանի մասի բաժանել, ավելացնել թասի բաղադրիչներին, ավելացնել նաև խորանարդիկների կտրատած ավոկադո, թուրինջ, կիսած չերի լոլիկ, ձիթայողի մեջ մարինացված լոլիկի չիր, աղաջրի մեջ մարինացված կապար, կորիզազուր կանաչ ձիթապտուղ, ձիթայողի մեջ մարինացված արտիճուկ, կտրատած սամիթ, մարինացված սոխը, խառնել։ Սոուսի համար թասի մեջ լցնել արտիճուկի մարինադը, վրան սխտոր քերել, ավելացնել մածուն, լայմի հյութ, դիժոնյան մանանեղ, սև պղպեղ։ Սոուսը լցնել աղցանի բաղադրիչների վրա, խառնել։ Մատուցելիս վրան քունջուտ շաղտալ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք լավաշ, խոզի փափկամիս, թարմ լոլիկ, վարունգ, թթու կաղամբ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մարանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։